իշխանություն մնա, մարդը պետք է նստեմացած լինի։ Սերժ Սարգսյանը իր 2 օր առաջվա ելույթում ցնցող փաստ է։ Երթմնակալության ելույթը ընդամենը 3 էջանոց մի հատ ելույթ, որ մտքերի փոխանակման փուլում, ասենք 10 րոպեանոց պատգամավորի սենց միջանկյալ հարցի ելույթ։ 3 էջի վրա։ Տենց բան աշխարհում ոչ մի տեղ չեք տեսնի, ոչ մի նորմալ ելույթ։ Եվ Սերժ Սարգսյանը ելույթում ասում է, որ ինքը աղքատության դեմ պայքարելու է։ Չի պայքարելու աղքատության դեմ, որտեղ իրան այս համակարգին պետք է որ մարդիկ աղքատ լինեն, բայց 117 ընտրակաշառքի դեպքը որտե՞ղ այդ աղքատությունից է։ Մարդը պետք է աղքատ լինի, որ տամեն 5000 դրամ տան, ասեն վայ աղբեր ջան, որ դու 5000 դրամ ունես, ուրեմն դու աղտված ես, ուրեմն գնանք քեզ ընտրենք։ Ասում արտագաղթի դեմ են պայքարելու։ Չեմ հավատում, ո՞նց արտագաղթի, բա ո՞վ է իրանց ընտրելու, որ արտագաղթի դեմ պայքարեն։ Բայց այդ մարդը ռեալ Հայաստանում իրանց օգտինով կքվեարկի։ Իրանց օգտին պետք է քվեարկեն այն մարդիկ, ովքեր Հայաստանում չեն, այսինքն Հայաստանում եղող շատ քիչ մարդիկ, որոնց մի մասին համոզված են դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ ճանաչում են, պետք է քվեարկեն հենց նրանց փոխարեն։ Եվ իդեպ քանի որ այս թեմային անդրադարձա, ամփոփելով ուզում եմ ասել, որ հենց այդ իրողությունը մենք տեսանք ապրիլի 9-ին։ Այսպես քննարկումներ, որոնք շատ դժվար են հասնում բունեությանը, եւ ժողովուրդ, որը ուզում է սեփական երկրում ունենա իշխանություն։ Եվ ապրիլի 9-ին Ազատության հրապարակը լեցուն էր հենց դրա համար, որ ցույց տա, որ այդ իշխանությունը ժողովրդին չի ներկայացնում։ Եվ ուզում եմ ասել, որ անձամբ ես եղել եմ այդ օր Ազատության հրապարակում, իմ պաշտպանություն նաև մարդու իրավունքների, առաջին հերթին իշխանություն ձևավորելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների։ Ասելու համար, որ Սերժ Սարգսյան անունով նախագահ ես ինքս որպես քաղաքացի եւ պատգամավոր չեմ ճանաչում։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ մի քիչ գործընկերները անտեր կոռեկտ լինեք, էլի պատգամավորները ընտրում են ոչ թե նշանակում են։ Մենք բոլորս պատգամավոր ենք, դե գիտեք ինչ, ես շատ լավ գիտեմ, դուք շատ լավ գիտեք, բայց չի կարելի ընդհանուր, եթե ունեք ասեք, կոնկրետ անվանական ասեք, ով նշանակում է։ Համեցեք, ընտրում եմ հարգալի ձեր գործընկերների անտեր, արժեք մինասան